Մի հատ լսենք Աննա Հակոբյանին եւ եթե հոգեբաններ ունենք, մի հատ ուշադրություն դարձրեք այս վիդեոին։ Եվրոպայում ուսում ստացող սիրելի հայ աղջիկներ, դուք բոլորդ ծնվել մեծացել եք հայկական ընտանիքներում եւ բնականաբար այս կամ այն չափով առնչվել եք բռնության մշակույթին, դրա զոհն եք եղել եւ այդ տրավման կրել եք ձեր վրա։ Մենք այսօր փորձում ենք հաղթահարել բռնության։ Աննա Հակոբյան, ես էլ եմ ծնվել մեծացել հայկական ընտանիքում եւ հաստատ ոչ ես եմ զոհ եղել բռնության, այնէլ ընտանիքում։ Ես ընտանիքից դուրս էլ բռնության զոհ չեմ եղել, ես չեմ էլ առնչվել բռնության զոհ դարձած մարդկանց հետ, իմ շրջապատում գոնե բռնության զոհեր չեն եղել, բոլորը եղել են կրթված, շնորհքով, կին հարգող, պաշտող, գլխին դրած ման տվող, ասենք, ինչի մասին եք խոսում։ Ես ոնց հասկացա, դուք տենց սեփական կաշվի վրա զգացել եք այս ամենը դրա համար, sense ձեր միջից դուրս ա եկել, ուզում եք խոսել դրա մասին։ Ասենք լիժբը ես այդ բռնության զոհ չեմ դարձել եւ շատ դժվարությամբ եմ հասկանում բռնության զոհերին։ Շատ դժվարությամբ, որտեվ ես ինքս ինքնապաշտպանվել գիտեմ։ Ու ձեզնից էլ որ նայում ենք, ասենք դուք ոնց ուզեք երկիր եք կառավարում։ Տիկին Աննա, դուք եք այս երկիրը կառավարում, մենք հո գիտենք։ Ու գիտեք ինչի եմ սպասում։ Եթե խնդիրներ ունեք, այսինքն դուք կարող եք դիմել հոգեբաններին, ինձ թվում է նրանք ձեզ կօգնեն։ Պետք չի, ասենք, տեսա հոլովակ նկարել գցել Facebook, որ դա ձեզ օգնի այդ տրավմայից դուրս գաք։ Ինձ թվում է ավելի լավ է գնաք հոգեբանի մոտ։ Դիմեք հոգեբանի։ Ու ես ոնց որ սենց հոտառությունը ստանում եմ նրան, որ դուք շուտով, այսպես նույն ձևով կասեք, որ բոլորը մանկապղծության զոհ են դարել ու պիտի բարձրաձայնեն։ Դուք կասեք վստահ ու կասեք համարյա թե 90%-ի անունից։ Դուք ոնց հասկացա լրագրող եք, չէ։ Պետքա հասկանաք, չէ, բառի ծանրությունը, ուժը։ Հիմի ես էլ եմ այդ երկրից, հիմի եթե ես գնամ ու պատիվ պահանջեմ, ասեմ ես մարդը ասում է, որ ես էլ եմ առնչվել բռնության ընտանեկան, դուք նենց եք խոսում, որ ամբողջ Հայաստանը ընտանեկան բռնության մեջ է, ես ինչ-որ ընտանեկան բռնություն իմ շրջապատում ոչ հոպարիս կողմից եմ տեսել, ոչ հորքուրիս կողմից եմ տեսել, ոչ հորս կողմից եմ տեսել, ոչ պապիկներիս կողմից եմ տեսել։ Ինչի՞ց եք ենթադրել, հա կարող է 10%-ը այդ տիպի է, բայց ոչ ընդհանուր, դուք նենց եք խոսում, ոնց որ վստահ եք, որ 90%-ը բռնության զոհ է դարձել։ Ասում եմ, շուտով դուք կխոսաք մանկապղծությունից ու շատ վստահ կխոսաք, ես արդեն դրա հոտն առնում եմ հեռվից։